Բարև ձեզ, իսկ դուք գիտեք, որ սիրո լեզուն նաև ժպիտն է։ Հո, հետաքրքիր է։ Մեր տաղավարում ժպտում են, բարկանում եւ այլ էմոցիաներ արտահայտում։ Բարի գալուստ 3 ավելորդները շոու։ 1 խելքը լավ է, 2 կրկնակի, 3 եռակի։ Դիմավորեք մեր 3-րդ ավելորդին։ Մենք ունենք չքնաղագին հյուր, ում ես շատ մեծ հաճույքով կողջունեմ, որովհետև ինքը ինձ շատ լավ ընկեր է եւ ընկերուհի Անի Արզումանյան։ Անի, ես եմ քեզ շատ սիրում, Նինան լավ բառեր կացրեց։ Լիքը կժպտամ, որովհետև ես ձեզ շատ սիրում եմ, եթե դա փոխադարձ, սիրո արտահայտման է։ Այո, վերջերս ես քո մոտ եմ հյուր, այսօր դու ինձ մոտ ես հյուր։ Բումերանգ։ Ոստորեն աշխատում է բումերանգը։ Այո, ճիշտ էր Արամեն։ Ան, քանի որ մենք ավելի շատ խոսում ենք հարաբերությունների մասին, այ հարաբերություններում ինչ կարմիր դրոշակներ կան քեզ համար։ Իմիջիալից Անին մեր Ես չուզեցի այդ մասին ասել, մտածելով որ Հիմա խոսեմ կարմիր, ես կասեմ, խոսեմ կարմիր դրոշակներից։ Իրականում շատ են, բայց նաև մի հատ ուզում եմ սենց փոքրիկ նոտայել մտցնել այդ ամեն ինչի մեջ, ես կարծում եմ կարմիր դրոշակներ ունենք բոլորս եւ կան դրոշակներ, որոնք տանելի են, թե մեր կողմից, թե մեր դիմացիների կողմից, բայց կան դրոշակներ, որոնց ժամանակ պետք է միանգամից ստոպ տալ, դա աբյուզիվ ինչ-որ դրսևորումներն են, ինչի չէ, ինչ-որ արգելքները, որոնք adekvat սահմաններից դուրս են, կամ հիմա այսպես ոնց որ դժվար է մտաբերում, ինձ թվում է մենք դեյթերի ժամանակ եւ արդեն հյուրերից զրուցելուց արդեն ընթացիկ կհիշեմ եւ հնարավոր է նույնիսկ տեսնեք այդ red flag-երը այսօր։ Իմիջիալից ձեզ մի բան ասեմ, քանի որ մենք արդեն եթեր ենք դուրս եկել ու մեկնաբանությունները կարդալուց հետո ես հասկացա, որ ամեն ինչ չէ միանշանակ, որովհետև լիքը կարմիր դրոշակ կա, որ մեր համար 100% կարմիր դրոշակ է, բայց լիքը մարդ ինձ այդպես կարմիր դրոշակով ապրում է։ Այո, միանշանակ կարմիր դրոշակներ, դա մեզ դաս եղավ սիրելի մեկնաբաններ։ Իրոք ես հասկացա։ Ինձ դաս չեղավ։ Չէ, ինձ դաս եղավ։ Ինձ դաս Եթե կարմիր դրոշակ է մեզ համար, մենք ասում ենք, որ դա կարմիր դրոշակ է։ Okay, չեմ ասում, չեմ կիրառում։ Լավ։ Բայց առաջարկենք YouTube-յան դիտողներին, թող մեզ տարբերակներ գրեն celebrity crush-ի հայերեն համարժեք, մեր ոսկեղենիկ մայրենիով։ Այո։ Ինձ թվում է որ ուղղակի շատ կարմիր դրոշակներ կան, որոնք մարդկանց հաճելի են, այսինքն թե աղջկան թե տղային, ինչ որ կարմիր դրոշակներ կան, որոնք հաճելի են։ Ես դա նկատել եմ։ Օրինակ, որոշակի արգելքներ կան, այս նկատել եմ, օրինակ տղայի կողմից լինում է, աղջկան դա հաճելի է լինում, դա մտածում է դա ինչ որ սիրո դրսևորում է, որ նա անհանգստանում է ինձ համար, ուրեմն լավ է, ուրեմն ինքը իմ հանդեպ ուշադիր է։ Ես նկատել եմ, որ կան աղջիկներ, օրինակ ում դա դուր է գալիս։ Երբևէ ձեզ համար երկուսը պայքարել են եւ այն էլ տեսախցիկների առաջ։ Իսկ մեր մասնակցի համար պայքարելու են։ Բարև ձեզ, ես Նինան եմ, դուք։ Բարև ձեզ, ես Մերին եմ։ Բարև ձեզ, ես Անին եմ, դուք։ Բարև ձեզ, ես Զարան եմ։ Շատ հաճելի է։ Ինչպես եղավ հաղորդմանը մասնակցելու որոշումը։ Հաղորդմանը եկել եմ այն մտքին եմ եկել, նոր ծանոթություն ձեռք բերելու ու բացի այդ գտնելու իմ հարցերի այնպիսի պատասխաններ, որոնք որ ես իմ մեջ չեմ կարողացել գտնել ու եթե դուք ինձ օգնեք, հասկանանք։ Այո։ Ինչ հարց, օրինակի համար ինչ որ մի հարց կասեք։ Ինչ որ մի հարց։ Այո։ Ինչու է աղմկում գետակը։ Չէ, հիմա ինձ ընթացիկ կունենա այդ հարցերը։ Լավ, ընթացքում եթե հիշեք, այո, անպայման։ Ընթացքային եթե լինի, արդեն կասեմ, կմեկնաբանեք։ Իսկ կպատմեք ձեր մասին, քանի տարեկան եք, սովորում եք, աշխատում եք։ Ինչպես ասացի, անունս Մերիա, 20 տարեկան, քաղաք Երևանից, աշխատում եմ եւ սովորում եմ։ Որտեղ եք աշխատում։ Աշխատում եմ հեռախոսների առք ու վաճառքով եմ զբաղվում։ Ինչ պատկերացումներ ունեք առհասարակ հարաբերությունների մասին։ Ինչպիսի տղամարդ պետք է լինի ձեր կողքին։ Ազատ մտածելակերպ ունեցող մարդ։ Ինչ ասել է Ազատ, որովհետև հարաբերական է։ Ձեր պատկերացումներով ո՞րն է ազատ մտածելակերպը։ Որ օրինակի համար ասում ենք ինչ որ մի հատ տեղ եմ։ Ես գիտես ինչ կա, ուզում եմ մի տեղ գնամ, այս ինչ տեղն եմ գնում, չէ, կտրուկ չէ։ Դա շատ վատ է։ Սիրում եմ երբ որ ազատ է նայում ամեն ինչին, օրինակ տղա ընկերներ, երբ որ օրինակի համար աղջիկ ունենում է, մարդիկ կան, դա չեն ընդունում, բացառապես կատեգորիկ չեն ընդունում։ Դա իմ դեպքում մի քիչ չեմ ընդունում, այսինքն եթե ես ունենամ տղա ընկերներ,
իմ կողակիցը էլի պարտավոր է իրենց իմանալ, շատ լավ է դա իրենց իմանալ, բայց ուրիշ մեկ այլ բան է, երբ որ նա չի imանում ընկերներին, դա արդեն հասկանալի է։ Այս մասով ես կոմենտ չունեմ թողնելու։ Բայց դուք էլ կողմ եք, որ ինքն էլ ունենա աղջիկ ընկերներ, Իհարկե կողմ եմ։ Ես ունեմ ընկերներ, ովքեր ունեն ընկերուհիներ, որոնք ինձ հետ շատ լավ հարաբերությունների մեջ են, ծանոթացել ենք։ Դա առողջ հարաբերությունների մասին է խոսում ու ողջունելի է, եթե դուք պատրաստ եք տենց հարաբերությունների մեջ մտնել, որ հասկանաք ամեն մեկ ունի իր անձնական տարածքը, ողջունելի է։ Ցավոք սրտի մինչ օրս չեմ գտել ես նման մեկին, ով ունի իմ ուզած մտածելակերպը ունի, սա շատ վատ է։ Չէ, դու 20 տարեկան եք, հələ Ամեն ինչ դեռ Ամեն արժանի դեպս 25 տարեկանից հետո արդեն տղաներն էլ են հասունանում ու արդեն մի քիչ իրենց մտածելակերպն էլ ըստ իս փոխվում, ինչպես մերը նաև։ Լիքը բան հնարավոր է 20 տարեկան եք, Բայց հրաշալի է, երբ որ ֆինանսական անկախությունը ձգտում եւ կրթությունը համատեղում է, եթե գնաք սրճարան, դուք պատրաստ լինեք վճարելու եւ առաջարկեք, որ դուք վճարեք, տղան էլ համաձայնվի։ Իմ կարծիքով չեմ ընդունի դա, թող գուցե առաջարկեմ, բայց որ ինձ մերժի ավելի լավ տարբերակ է դա։ Գուցե առաջարկեմ, բայց ինձ թվում է այտենց նման չեմ ցանկանա այտենց բան լինի, որ ես առաջարկեմ, ասեմ, գիտես ինչ կա, այսօր ուզում եմ ես վճարեմ։ Մերի ջան, ես բոլորի մեր մասնակիցներին այս հարցը ուղղում եմ։ Հիմա քեզ եք ուղղել։ Ուղղակի, չգիտեմ, համարժեք բառը 1000 ինձ ներողություն խնդրում եմ, ես իրոք չգիտեմ, որ նա դրա համար կփորձեմ հայերենին մոտ կասեմ, քո կյանքի 3 հայտնի հայ կամ այլ շոու բիզնես արտասահման հայտնիներ, որոնք քո համար crush են համարվել։ Համակրում ես իրանց, բայց համակրում ես թե արտակնապես կամ հարիզման, այսինքն Անպայման չի խնսարկել, որ բառը դառնա հայերեն։ հորիզման կամ հորիզման, կասես։ Այս պահին կմտաբերեմ Հայկո Հովանեսյանին, որը նշանվեց պետանթարապես, ընդհանրապես։ Մենք չենք խոսում իր հետ ամուսնանալու մասին, որովհետև հիմնականում crush ասվածը, հայերեն անկեղծ չգիտեմ ոնց է, crush ասվածը հենց անհասանելի մասին է, չէ՞։ Չէ։ Դրա բառը Օրինակը Բրեդ Պիտի ամուսնացած լինելը չի խնդիրը, որ դուք իրար չեք հասկացա։ Հիմա կասեք Հայկերի հանդեպ ինչ տածած սեր ունի։ Հայկ Չոմոյան, չգիտեմ, իրեն գուցե բոլորը ճանաչեն, գուցե չճանաչեն կամ մասամբ ճանաչեն, բայց նրա մեջ էլ նույն Հայկ Հովանեսյանի կերպարները էլի տեսնում եմ ու էլի համապատասխանում են իմ կողակցին, որը որ պետք է լինի ապագայում ինձ հետ։ Այ արդեն հետաքրքիր երրորդը ով է։ եթե էլի Հայկ է, չէ՞։ Ճիշտը շատ են ասել, ուղղակի չեմ կարա չասեմ, Սոս Ջանիվեկյան է իհարկե։ Հրաշալի էր, որ երեք հայտնիներն էլ հայկական իրականությունից էին։ Այո։ Եվ մի հատ վերջին հարցը տանք, որպեսզի սենց եզրափակենք ու հասկանանք արդեն, թե ոնց է ստացվելու ձեր հետագա ժամադրությունները։ Մերի ջան, դուք ձգտում եք հիմա լուրջ հարաբերությունների ու ինչ ակնկալիքներ ունեք, օրինակ այսօր մասնակիցների հետ ժամադրության ընթացքում։ Ասեք, որ մենք էլ իրենց հարցնենք էլի։ Օրինակ ինչ տենց հետաքրքիր հարցեր ունեք, որ կուզենաք ուղղել։ Ես ուղղեմ նրանց։ Բայց մեր ինչ կցանկանաք, sense աղջկական բլբլիկ անենք, ինչ կցանկանաք, որ մենք ճշտենք, հարցնենք։ Ինչ տեսակի աղջկա են նախընտրում, աղջկա մեջ ինչն է իրենց ամենաառաջինը գրավում։ Շատ լավ, մենք անպայման նրանց այդ ամենը կհարցնենք։ Շնորհակալություն, ուրախ ենք ծանոթանալու համար, կարող եք գնալ պատրաստվել ժամադրությանը, իսկ մենք շարունակում ենք։ Հույսը մեր ստուդիայում երբեք չի մարում։ Դիմավորեք մեր մասնակցին, ում հույսը երբեք չի մարի մեզ հետ։ Մեր մասնակիցը արդեն այստեղ է եւ մենք 3
աղջիկներով արդեն հարցախեղտ ենք անելու Աշոտ Հարությունյանին։ Բարև Աշոտ ջան։ Բարև ձեզ։ Ողջույն Աշոտ ջան, կարճ պատմեք ձեր մասին, քանի տարեկան եք, աշխատում եք, սովորում եք։ Իսկ եթե տարիքը չնշեմ, Ոչ մի խնդիր։ ես Աշոտն եմ Հարությունյան, մասնագիտացված եմ բժշկական քոլեջում որպես ատամնատեխնիկ։ Ցանկություն ունեմ բարձրագույն կրթությունը շարունակեմ որպես ատամնաբույժ, բայց ներկայապես զբաղվում եմ մոդելինգով որպես հոբի։ Հրաշալի։ Մենք մեր մասնակցին խոստացանք ձեզ մի քանի հարց տալ, հենց նրա պատվերով այսպես ասած, աղջկա մեջ ինչն է ամենաշատը գնահատում, եթե աղջկան դիտարկեք որպես կողակից։ Իր անկեղծությունը, իր համեստությունը, դրանք ամենակարևոր պայմաններն են, ինձ թվում է։ Անկեղծություն, համեստություն, բայց չեք կարծում, որ կարող է անկեղծությունը մի քիչ խանգարել համեստությանը։ Զուտ ձեր տեսակետը։ Իմ տեսակետով ես նախընտրում եմ, որ աղջիկը լինի խելացի, լինի շատ գեղեցկադեմ, ու կարևոր պայմաններից մեկը, որ ոնց բացած։ Ոնց կա, ոնց ուզում եք։ Եվ նաև որ ասում եք համեստ նկատի ունեք, այսինքն ինչ լինի։ Աղջիկը լինի լուռ ու մունջ, թե ուղղակի ոնց եք պատկերացնում համեստը, որտեվ համեստը ինքնին Սենց ասած պատկերացնում եմ իր ծնողներից ստացած այն կարևոր դաստիարակությունը, որ իրեն ամենտեղ պահելաձև ունի։ Աշոտ ջան, դուք ասացիք, որ լինի շատ խելացի, գեղեցկադեմ, հիմա ինձ հետաքրքիր է դուք առաջնայինը ինչն եք աղջկա մեջ գնահատում, արտաքինը, թե ամեն դեպքում խելքը, որ երկուսը իրար հետ լինի հոյակապ է, բայց օրինակի համար շատ խելացի, բանիմաց, կրթված աղջիկա, բայց ձեր ստանդարտների մեջ չի տեղավորվում արտաքինը։ Եթե աղջիկը խելացի է, իր մտածողությամբ իրեն նաև գեղեցկացնում է։ Աշոտ Հարությունյան։ Ես լրիվ համաձայն եմ, որովհետև գեղեցկությունը ստանդարտներ չունի։ Ես իր ստանդարտների, ինքը իր ստանդարտները բնականաբար ունի, որ իր պատճառով կհարցնենք։ Հա, այդ համաձայն եմ, բայց երբ որ ինքը այդպես ասում, արդեն ավտոմատ բոլոր ստանդարտներն են վերանում, հետեւաբար խելացի է Աշոտը, կարելի ասել հետո։ Այդ հետաքրքիր է, որ տարիքը չնշեց, ուրեմն փոքր է, թե հաստատ փոքր է։ Ես էլ եմ մտածում, որ փոքր է։ Իրականում հասուն մտքեր եք շատ արտահայտում, բայց ինձ թվում է իրականում ձեր իրական տարիքը փոքր է։ Բայց շատ գովելի է, որ փոքր տարիքում նման մտածելակերպ ունեք։ Ինչպես ասում են ռուսները, մալ դա ուդալ։ Ճիշտ չեն ասում։ Մալ դա ուդալ։ Իրանք կասեն։ Բայց նշեցիք նաև պահվածքի հետ կապված, համեստության հետ կապված, այդ դրանք եւս մի քիչ ավելի լայն հասկացողություններ են, մի քանի կոնկրետ բաներ կնշեք, որ եթե կինը ունի այդ որակները, ուրեմն ինքը ձեր պատկերացմամբ ձեր ստանդարտներով համեստ է։ Տեսեք, աղջիկը, որ սենց ունի բարի հայացք, չէ, այդ բարի հայացքից դու սենց առանձնացնում ես այդ իր համեստությունը, այդ իր այն ապրած կյանքը, որ նաև քո մոտ դա վերադասում է որպես համեստություն։ Զրույցի սկզբում դուք ձեր տարիքը չնշեցիք, առհասարակ տարիքին որպես թի, որպես երևույթ, ինչպես եք վերաբերվում եւ կնոջ տարիքը ձեր համար նշանակություն ունի, թե ոչ։ Տարիքից համար հարաբերական ուղղակի զուտ թիվ է ինքը։ Իսկ դուք որ թիվ եք։ Ամեն դեպքում ուզում եք շուտեք։ Լավ, կարող եմ Աշոտին իմ ավանդական հարցը տամ։ Աշոտ, դու ունես շոու բիզնեսյան շրջանակներում մարդկանց կանանց ում համակրում ես։ Միանշանակ։ Կասես top 3-ին։ Կարող է հայկական առանձնացրած ունեմ։ Հա։ Ինա Խոջամիրյանն է եւ Արտասամանյաններից Արիանա Գրանդեն։ Արիանա Գրանդեն մի քիչ իմ համար զարմանալի է, ես որպես շոու բիզնեսին շատ հետևող մարդ, ինքը շատ վատ բաներ է արել իր կյանքում եւ այդ մասին շատ գրվել, շատ խոսվել է, այսինքն իրեն որպես կերպարային եք հավանում։ Տեսեք, արտակնապես ես կասեմ, իսկ ինչ նշեցի Ինա Խոջամիրյան, այլ որովհետեւ տեսել եմ իր այդ ոնց ասեմ, մտածելակերպը իրեն թե ոնց է ֆիլմերում դրսևորում, իսկ իրական կյանքում, որովհետեւ առնչվել եմ էլի գործի բերումով։ Եվ շատ տարբեր են իդեպ։ Հա, ինայի հետ ոչ մի խնդիր չկար, հարցը Արիանա Գրանդեն է։ Արիանա Գրանդի հետ կապված իր այդ ինքնավստահ կերպարի մասին եմ խոսում, որ իր այդ հայացքով, չգիտեմ,
ինքնավստահություն է էլի սփռում։ Ինան թե Արյանն։ Արյաննա։ Արյանն է իմ աչքերում էլ ինքը sense մեկ շատ հաճելի անինքնավստահություն ունի, նույնիսկ երբ որ ինքը շատ հայտնի է, չէ, այդ փաստը, որ ինքը միշտ իր վերնահակոստը sense այդպես անում, դա մի փոքր sense անինքնավստահության մելիզմ կա այդտեղ, ու իրականում երկու շատ տարբեր են, շատ տարբեր մարդիկ են իրանք։ Բնականաբար մի կողմ, որ իրանք տարբեր ազգությունների են, բայց իրանք sense համենայն դեպս իրանք կերպարները շատ տարբեր են ու հետաքրքիր է, որ իրանք երկուսին նշեցիք։ Հիմա կուզեմ 7-ը նշեք, իսկ 7-ը լորեմ։ Նինա Տիտանյան։ Իսկ երրորդը ով է։ Երրորդը ինձ թվում է Նազելի Հովանեսյանը։ Նազելին ու Ինան ինչ որ կերպարային նմանություններ ունեն, իսկ Արյանն լրիվ ուրիշ կողմ է։ Բայց երեքից էլ գալիս է ինչ որ հաճելի խաղաղություն, համենայն դեպս իմ պատկերացումներով արդեն մոտավորապես ես իմ համար պատկերացրի, թե ինչ տիպի կանայք են ձեզ հետաքրքիր, անգամ եթե Արյանա Գրանդեին էլ փորձենք։ Ինքնավստահ աղջիկները։ Աշոտ ջան, եւ երևի թե անցնենք մի քիչ ավելի ձեր անձնական դաշտին եւ հարցեր տամ ձեզ մի քիչ ձեր անձնականից, ունեցել եք արդյոք լուրջ հարաբերություններ թե ոչ։ Դե ոչ կասեմ լուրջ, ոչ էլ կասեմ sense անլուրջ։ Իսկ զգացմունքներ։ Զգացմունքներ ունեցել եմ։ Իսկ լուրջ։ Եթե լուրջ լիներ, ինձ թվում է կշարունակվեր։ Բայց զգացմունքները, եթե կա զգացմունքներ, արդյոք լուրջ չի։ Դե նայեք, զուտ իդեալականացրել եմ այդ աղջկան իմ համար։ Իր տեսքով։ Այսինքն հորինել եք ինչ-որ հատկանիշներ, որոնք իրեն իրականում ինքը չուներ։ Եվ հետո բախվել եք իրականության։ Չէ, չենք բախվել, զուտ որ ես այնպես չի, ես իրան ասում եմ ինքը շատ լավ աղջիկ է, շատ լավ դաստիարակություն ունի, ուղղակի մենք իրար համար չենք ստեղծված։ Երկար եք շփվել։ Մոտ 3 ամիս։ Դուք եք բաժանվել, թե ձեզանից է բաժանվել, ո՞նց է եղել։ Չէ, փոխ համաձայնեցված որոշում ա եղել։ Ինքը զուտ չէր ուզում, որ կապի մասին իմանային, որից որ ինքը կտուժեր, իսկ ես էլ չեմ սիրում ինչ-որ պարփակված, sense։ Իսկ ինչի կտուժեր, որովհետև ամուսնացած էր։ Հա։ Իսկ տարիքով փոքր էր։ Այսինքն թաքուն լիներ հարաբերությունները։ Հա։ Իսկ ինչի համար չէր նշե պատճառը։ Նշում էր, որ իր ծնողները կբարկանան, որ ամեն ինչից կզրկվեր, իսկ ինձ թվում է, որ հետո իմանալու դեպքում ավելի վատ։ Իսկ այդ աղջիկը քանի տարեկան է եղել։ Փոքր է ձեզանից եղել այդ ժամանակ։ Ինձ թվում է 1 տարի։ 1 տարի է ձեզանից փոքր եղել։ Բայց քանի տարեկան էր աղջիկը։ Կներեք հարցիս համար դա եղել է չափահաս տարիքում թե անչափահաս։ Չէ, անչափահաս։ Հա, դրա համար չի ուզում։ Հա։ Բայց կարող ենք ասել, որ դա ձեր առաջին սերն էր։ Կարելի է։ Ուզում եք ձեր մյուս սերերը նման լինեն իրեն։ Ոչ։ Որովհետև այդպիսի թեորիա կա, որ տղամարդիկ ցկտում են իրենց առաջին սիրուն նման աղջիկների հետագայում գտնել, հետաքրքիր է տենց է թե չէ։ Ինձ թվում է չէ։ Հա։ Okay։ Հասկացանք, մենք Աշոտին բավականաչափ արդեն հարցախեղ տարեցինք եւ անցնենք մեր երկրորդ մասնակցին, տեսնենք թե նա ինչ հետաքրքիր թեմաներ կտա մեզ։ Չնայած տեխնացուներից նա երկրորդն է, բայց մեր մասնակիցը կարող է իր սիրտը տալ հենց նրան, եթե ոչ սիրտը գոնե ուշադրությունը։ Մենք արդեն հյուրընկալել ենք մեր երկրորդ տեխնացուին, կխնդրեմ ներկայանալ։ Բարև ձեզ, ես Արմանն եմ Մարտիրոսյան, 24 տարեկան, սովորում եմ մագիստրատուրայում սպորտային լրագրության բաժնում ու ապագա սպորտային մեկնաբան լրագրող եմ։ Ռեալ թե Բարսա։ Բարսելոնա։ Կարմիր դրոշակ, արդեն Իմ կանաչ դրոշակը ունեք։ Ռեալ Մադրիդ։ Գլուխ չեմ անում, բայց Մեսսի շատ լավ Մադրիդ։ Ո՞նց կարելի է Բարսելոնա։ Ես ձեզ հարցեր չունեմ, արդեն ինձ ամեն ինչ պարզ է։ Զառաջան դու ձերոց հետ խոսա։ Այս փուլում աշխատում եք, թե ամբողջ ժամանակը սովորել ունեք դրամատուրգիա։ Զուգահեռաբար աշխատում եմ ռեստորանային ոլորտում որպես մենեջեր։ Մասնագիտությամբ չեք աշխատում դեռ։ Դեռ չէ, բայց արդեն պրակտիկայի իմաստում պետք է աշխատի մասնագիտությամբ։ Կատակ եմ անում, կներեք, լսեցի քիչ եմ ասում։ կիսատ պրատ։ Հա, ասեմ դե Բարսայա էլի բալետանը ոնց կարա աշխատի մաս։ Դե մարդը ֆուտբոլից բան չի հասկանում ոչինչ։ Աշխատում եմ հիմա ռեստորանային ոլորտում, բայց պրակտիկայել եմ անցնում ստուդիայում ու պատրաստվում եմ որպես մեկնաբան լինել։ Ապրեք շատ լավ։
Շատ լավ։ Հարցեր։ Այո, իսկ ինչ տեսակ աղջիկներ են ձեզ հետաքրքրում, ինչ բնավորության գծեր եք դուք սիրում աղջկա մեջ։ Ես սիրում եմ, որ աղջիկը լինի սպորտային։ Որովհետև ես ինքս շատ եմ սիրում սպորտը ու իմ կյանքի մի մասնիկն է։ Ուզում եմ, որ աղջիկը լինի ազնիվ եւ ինքը իրեն հարգի, որ կողակիցն է իրեն հարգի։ Արման ջան, դուք ասացիք, որ աղջիկը լինի սպորտային, ինձ հետաքրքիր արտակնապեսի մասին է խոսքը, թե օրինակ սիրի սպորտ։ Թե երկուսն է միասին, որ լինի իդեալական կնի, հասկացա։ Իսկ ձեզ մի հատ հարց տամ, դուք ունեցել եք հարաբերություններ նախկինում։ Ոչ։ Ոչ մի լուրջ հարաբերություն։ Ոչ մի լուրջ հարաբերություն չէ տեղ ունեցել։ Իսկ զգացմունքներ։ Ոչ էլ զգացմունքներ, եթե զգացմունքներ լիներ, դա շարունակական կլիներ ինձ։ Դե հնարավոր օրինակ փոխադարձ չլինեն զգացմունքները։ Ну, կարա լինի, բայց դեռ չի ստացվել ինձ մոտ։ Չի ցանկություն առաջացել իմ մոտ։ Երբեք ոչ մի լուրջ զգացմունք։ Իմ աշխատանքով, իմ կարիերայով եմ փորձել զբաղվել։ Կորիերիստ եք։ Այսինքն ձեր փորիկի մեջ չեն թռչել թիթեռնիկներ դեռ։ Կարա լինի։ Առաջին սեր չեք ունեցել։ Չէ։ Հա։ Հո, Դպրոցում եք։ Չէ։ Դպրոցական տարիքում կամ ուսանողական։ Ընդհանրապես։ Հնարավոր է մեր տաղավարում այսօր լինեն այդ փորի թիթեռնիկները ձեր։ Շատ հետաքրքիր է։ Իսկ Բայց հավատում եք առաջին հայացքից սեր արտահայտությանը, կողեք առաջին հայացքից սիրահարվել։ Առաջի հայացքից սեր չկա, կարա լինի համակրանք, ու այդպես շփումը շարունակվելուց հետո փոխադարձ հարաբերությունների միջոցով լինի սեր, հարգանք միմյանց նկատմամբ։ Ֆլիրտել չեք անում երբեք։ Առհասարակ տենց բաներով չեն զբաղվում։ Ֆլիրտը ոչ բան չի, ես օրինակ նենց ասեցիք այդպիսի բաներով չեմ զբաղվում, ոնց որ երաժշտությամբ, ես երաժշտությամբ ու ֆլիրտով չեմ զբաղվում։ չեք անում երաժշտություն, ֆլիրտ։ Բայց հիմա իր այս մարդը տենց է մտածում, ինձ թվում է կարողա մի բան փոխվի, երբ որ ինքը հանդիպի հենց այն մարդուն, ում հետ կուզենա համ ֆլիրտով զբաղվի, համ երաժշտությամբ, սպորտով, այո։ Արման, ձեր կյանքում կան նենց Անի ջան, դու այն հարցը, որ ես եմ ուզում ձեզ տամ, հիմա մեջ Անի Արզմանյանը ձեզ կտա։ Շոու բիզնեսից թե հայկական թե արտասահմանյան 3 աղջիկ, ում դուք համակրում եք։ Որզուտ մենք մոտավոր պատկերացնենք, թե ձեզ ինչ տեսակ աղջիկներն են դուր գալիս։ Ալեքսիա Պուտելյասին, Մորգան Վալասին եւ Զուշեին։ Եղկներեք։ Ես չեմ ճանաչում։ Ոչ ոքի, բայց դա մեր խնդիրն է։ Բայց դա մեր խնդիրը սպորտով չենք հետաքրքրվում։ Բայց սպորտսմենուհիներ են հուսամ։ Այո, սպորտսմենուհիներ են։ Ես ուզում եմ ասել, որ ֆիլմերում են նկարում։ Այ այդքան չպատկերացնում։ Բայց մեր հերոսուհին հստակ հարցեր է տվել, որ մենք դեզ այդ հարցերը փոխանցենք։ Ինչպիսի հատկություններ պետք է ունենա ձեր կողքի աղջիկը, թե արտաքին, թե ներքին։ Իհարկե արտաքին գեղեցկությունը կարևոր է, բայց նաև ավելի կարևոր է, որ լինի ինքը խելացի, կայացած ու ինքը իրեն հասկանա, իրեն հաշիվ տա ու հասկանա, որ իր կողակիցը պետք է իրան հավանի, պետք է իրան սիրի ու ազնիվ լինի։ Իսկ կայացվածությունը դուք ոնց եք չափում աշխատանքով, թե ուղղակի որպես մարդ բնավորությունով եւ այլն, որտեղ կայացվածությունը ինքը շատ լայն հասկացություն է։ Կայացվածությունը կարա լինի եւ որպես իր կարիերայում, ինքը կարող է կարիերա չունենա, լինի տնային տնտեսուհի, բայց ինքը Իր ոլորտում կայացած։ իր ոլորտում ինքը լինի կայացած, լինի ազնիվ, սիրի ինքն իրեն, իր աշխատանքը, իրեն արժևորի։ Բայց աշխատանք, կարիերա ունենալը ձեր ընտրյալի դեպքում կարևոր է, թե թող լինի օրինակ տնային տնտեսուհի։ Իմ համար ազատ է եւ կարա լինի կարիերիստ եւ կարա լինի ազատ, դա իր որոշումն է։ Իմ համար կարևոր է լինի ազնիվ ու փոխհարաբերակցված սիրով լինի։ Իրականում տնային տնտեսուհին էլ է աշխատանք, եթե ինչ, դա եւս կարևոր աշխատանք է։ Կարծում եմ, եթե հարցեր չկան, Ես մի հարցնի եւ վերջ։ Իսկ դուք նորմալ եք նայում, եթե ինքը իր աշխատանքին շատ ժամանակ տրամադրի, այսինքն ոչ թե լինի ֆիքսված, օրինակ, չգիտեմ, գնում է առավոտյան 9-ին, վերադառնում է 5-6-ին, այլ ինքը բավականին շատ ժամանակ է տրամադրում իր աշխատանքին, որովհետեւ ուզում է ձեր ասած կայացած լինելու ճանապարհին է այս պահին եւ ուզում է հնարավորինս շուտ դրան հասնի։ Եվ պետք է դրա համար ավելի շատ ժամանակ տրամադրի իր աշխատանքին։ եւ օրինակ բալիկի մասին հոգացությունը մնում է ձեզ։ Կամ դայակ է ուտок լինում։ Հա, Ոչ։ դայակ։ Այո, կողմ եմ, բայց մասամբ, եթե ինքը իր կարիերան ու իր անձնականը
համատեղում է միասին, ունես չի լինում, էլի որ ինքդ գնա օրերով աշխատանքի մեջ լինի ու իր ընտանիքը Ես այստեղ պետք է ընդհատեի, այսինքն նա պետք է համատեղի անձնականը եւ կարիերան, իսկ ձեր դեպքում դուք չեք համատեղելու անձնականը եւ կարիերան։ Ես եկա համատեղեմ, բայց ես տղամարդ եմ եւ պիտի ամեն ինչ անեմ, որ իմ ընտանիքը հոգամ, ու ամեն ինչ պետք է անեմ, որ իմ ընտանիքը ոչ մի բանի կարիք չունենա։ Եվ բայց նա էլ է, չէ՞, այնպես անում, որ ոչ մի բանի կարիք չունենաք։ Ես ամեն ինչ կանեմ իմ ընտրյալի համար, իմ երկրորդ կեսի համար, որ ինքը ոչ մի բանի կարիք չունենա։ Բայց կողինքն է ուզում դա անի։ Ես հարգում եմ իր որոշումը, բայց ես մտածում եմ, որ տղամարդը պիտի տղամարդ լինի ու ինքը հոգա իր կնոջ ու իր ընտանիքի ծախսերը։ Բայց դա իրանց ինստու անձնական որոշումներն է։ Եթե Չէ, հակասես դրա համար զուտ միջամտեցի։ Եթե կողակիցը կողմա, ինչու ոչ։ Հիմա Դե մենք կարող ենք անվերջ խոսել։ Կողմա, բայց մասամբ ես նշեցի։ Խոսել անվերջ ազատությունից, բայց երբ որ գալիս է պրակտիկայում կիրառելը, ասենք օրինակ խտրական ով գիտի։ Ինչևիցե տեսնենք արդյոք մերին կկարողանա 11 մետրանոց խփել Արմանի սրտին։ Թե այսօր Արմանը կլինի խաղից դուրս։ Իսկ ես կենտրոնացրել եմ իմ ամբողջ ուժը, որպեսզի ցույց տամ green կամ red flag։ Տեսնենք թե որն է հաղթում։ Մեր հաղորդման անունը 3 ավելորդներն են։ Հենց դրա համար մենք ստեղ ենք, որպեսզի խանգարենք եւ խորհուրդներ տանք ժամադրության ընթացքում։ Գնացինք։ Բարև, ես Աշոտն եմ։ Բարև, Մերի։ Շատ հաճելի է։ Ինձ էլ։ Շատ գեղեցկադեմ հաճելի դիմակցեր ունես։ Շնորհակալ եմ շատ։ Առօրյա ինչ ես սիրում զբաղվել։ Բարել, երգել, սփոսնել։ Հետաքրքիր, չգիտեմ լիցքով։ Բարել, Նինա, բարել։ Երեխեք, ես բոլոր ժամադրությունների ընթացքում առաջարկում եմ պրեմիում փաթեթ, ես երգում եմ։ Դուք հրավիրում եք աղջկան, բարի, եթե կուզեք կցանկանաք երգեմ ձեր համար։ Իսկ մի քիչ էլ շփվեն հետո։ Երգեմ։ Միանշանակ։ Որը երգեմ։ Ու քանի օր է որոշել եմ մոտդ կամ իմ սիրո մասին պատմեմ ես քեզ վերջապես բայց վախենում եմ որ կմերժես կասես չէ ես կհանգչեմ հենց քո առաջ մոմի պես տարարարարարարամ Դամ ապրեք շատ, ես չունեմ կանաչ դրոշակ, բայց ինչևէ։ Աշոտը շատ ջենտլմեն քայլ արեց։ շատ։ Ես դա շատ շփիտով բարելու ընթացքում էլ է շատ ջենտլմեն ման ապարում, այնպես որ Մի հարց տամ։ Լսում եմ։ Լինել ինչ-որ մեկի առաջին սերը, թե վերջին սերը։ Ինձ թվում է առաջին։ Ինչու։ Դե ես չեմ սիրում գտնվել, ասենց ասած, հետին պլանում։ Ես սիրում եմ միշտ առաջնային լինել։ Բայց վերջին սերը դա ամբողջ կյանքի սերն է, դա նկատի ունեիք, չէ։ Դա թե զուտ նախքին։ Կամ Չէ, վերջին սերը, հենց ինչպես վերջին սերը։ ռեպեր դավոն չեմ ուզում լինել չորրորդը չեմ ուզում ես լինել։ Բայց եթե ես ինչ-որ մեկի, բայց նա դες պահստակեցնենք, ո՞ղ ես սխալ հասկացա։ Հիմա ես ինչ-որ մեկի առաջին սերն եմ, ես այդ մարդու կյանքում չկամ, բայց հիմա ինչ-որ մեկի վերջին սերն եմ, ինչև մա իրար հետ ենք։ Դա է նկատի ունեմ։ Միանշանակ իհարկե վերջին սերը։ Իսկ առհասարակ ինչ ապագայում հետագա պլաններ ունես, որ ուզում ես զբաղվես։ Ճամփորդություններ։ Իհարկե միասին շրջագայել։ Ես եւ դու։ Շատ միգուցե շրջագայել տարբեր աշխարհի բացահայտել ամենասիրուն թաքնված վայրերը։ Պատրաստ ես։ Միանշանակ ես էքստրեմի միայն կողմ եմ։ Հասկանչ։ Մի հարց էլ տամ։ Ըստ քեզ, երբ որ ամուսնական զույգը ամուսնանում է, կարևոր է առանձին ապրել, թե ապրել ծնողների հետ միասին։ Դե ինձ թվում է դա պետքա փոխհամաձայնության կան զույգերը, քանի որ այստեղ միայն հարցը տղու վրա դրված չի։ Այսինքն պետքա աղջիկն էլ դուր գա, որտեղ իրան հարմար ապրել, որտեղ որ չէ։
Օրինակ ինձ դուր է գալիս, երբ որ առանձին ապրենք։ Դե Ճիշտ է։ ես էլ եմ կողմ դրան, քանի որ միասին երկուսը կենցաղ են կիսում, ավելի լավ են իրենց խնդիրները բարձրաբանում։ Ինչ որ խոչընդոտներ, այն որ ասում է կողքից երրորդ անձ չի խառնվում։ Ճիշտ է, պարտադիր պայման չի, բայց ցանկալի է, որովհետև իմ կարծիքով տանը պետք է լինի մեկ տանտիրուհի եւ մեկ տանտեր։ Շատ ֆլիրտի վիճակ է։ Yeah. Very good։ Very good for you. Yeah. Եվ շատ adekvat եւ լավ մտքեր արտահայտվեցին այստեղ Այո։ ֆիքսենք, որ Երկկողմանի։ Այո, ոչ այսպես միանշանակ այո, շատ նուրբ եւ ճիշտ պատասխան տրվեց այդ հարցին, որ համ ծնողներին ի օգուտ պատասխաներ, համ էլ իրականում շատ առաջադեմ։ Ես բարձր եմ գնահատում այստեղ։ Շատ, Այո։ Ես էլ Որովհետև կոմպրոմիսիալ ժամադրություններ, Այո։ այսինքն կոմպրոմիսի եկած։ Դուք խոսացեք, երեխեք մեզ մինը։ Մենք ստեղ չենք։ Մենք ստեղ չենք։ Դες իսկ եթե զույգերի հետ կապված, առասարակ լինի իմ ու քո կամ ինչ որ մեկ այլ տղամարդու հետ, եթե լինի ինչ որ տարաձայնություն, դու կպնդես կողքի կարծիքներին, թե հենց դու քո մեջ գտնես խնդիրը։ Այսինքն, երբ որ կողակցի հետ է խնդիրը, իրար հետ ինչ որ հարցի։ Միանշանակ կողակցի հետ ինչ որ հարցի շուրջ մտածենք ու Ուզում եմ ասեմ, կողքից երրորդ անձ կխառնվի քո բացարձակ դա կատեգորիկ ոչ, որովհետև ընդհանրապես իրան վերաբերական չի դա։ Իմ կողակցի հետ է խնդիրը, իրար մեջ վերլուծենք ու ամենակարևորը, որ հարցին նայենք ոչ թե մի տեսանկյունից, այլ տարբեր տեսանկյուններից, ոչ թե ասենք, չէ, всё Իմ համար էլ դա շատ կարևոր, որովհետև եթե անգամ տարաձայնություն ա լինում, ու մենք իրար չենք հասկանում լիքը հարցերում, ես նախընտրում եմ չքնել, իրար հասկանանք, հետո նոր այն որ անուշքում մտնել։ Քանի որ ես չեմ թողա որպես ջենտլմեն, որ աղջիկը ինձանից նեղված քնի։ Շատ cute էր։ Երկրորդ ժամադրության կգնաք իրար հետ։ Ինչ եք կարծում։ Կա այդ շանսը։ Ինձ թվում է, հա։ Շատ լավ date էր։ Մենք շատ ուրախ ենք։ Եկեք այս քաղցր համը թողնենք նրանց բերաններում եւ անցնենք երկրորդ ժամադրության։ Ես հատուկ եմ ընդհատում, որպեսզի դուք, եթե ունենաք հետաքրքիր խոսալու բաներ, արդեն առանց մեզ ավելի քիփլիկ, նեղլիկ եւ հաճելի մտնոլորտում շփվեք։ Եվ առանց տեսախցիկների։ Այո, եւ առանց։ Իսկ մենք անցնենք մեր երկրորդ ժամադրությանը։ Բայց շատ եմ ուզում գնալ ժամադրության, բայց իմ ժամադրությանը չէ։ Ինչ որ ուրիշ մեկի ժամադրության գնանք, դուք էլ կարող եք։ Երկրորդ ժամադրությունը արդեն իսկ եռում է եւ ես ունեմ անակնկալ Արմանի համար, ես հիմա կերքեմ երգ եւ դու կհրավիրես մերին բարի։ De las noches deportiva, Club Campone de España, veteranos y noveles, veteranos y volores, porque todo estoy Madrid, a la Madrid, a la Madrid, a la Madrid, a la Madrid. Նինա, չի կարելի օգտվել առավելությունից եւ մարդուն վատ դրության մեջ դնել, նա հյուր է։ Արմանը նախ շատ լավ պահեց եւ ինքը պարեց, նստեք։ Ապրես Արման, ես գնահատում եմ քո սարկազմը, որովհետեւ ամեն մեկը չէ, որ կպարեր իր չսիրելի թիմի հիմնից։ Ոնել Տանգո, ոչ թե break dance։ Ես անկեղծ հիացած եմ քո սարկազմիկ բնավորության գծով եւ դրա համար ես քեզ տասեմ 70 հատ կանաչ։ Բայց Արման ջան, ասա որ այդ հիմնի տակ պետք էր ուղակի ապարել։ Ուրիշ ինչ կարելի էր անել այդ հիմնի տակ։ Դե ասեցի ավելի ռոմանտիզացնեմ։ Ապրես, բրավո։ Իսկ դու հասկացա որ ես այդ հիմն եմ երգում։ Այո։ Հա, merci շատ։ Իսկ թվում է առաջին նոտայից։ Շատ լավ էր։ Շատ լավ է երգում։ Առաջինությունից հասկացել եմ։ Դե ես 2010 թվականից եմ Ռեալ Մադրիդի։ Հեսա նույն թվականից Բարսելոնա։ Հա? Okay։ Դե շարունակի խոսացեք, մենք ստեղ ենք։ Եթե ինչ էստեղ։ Ողջույն։ Ողջույն։ Ես Արմանն եմ, պատմես քո մասին։ Սիրում եմ, երբ ընդհանրապես ազատ ժամանակ չեմ ունենում, երբ ահավոր զբաղված եմ լինում ու թվում է թե որ ընդհանրապես ոչ մի բան չես կարա հասցնես, բայց չգիտես ոնց ինչ որ հրաշքով ամեն ինչ հասցնում ես ու օրվա ընթացքում որ տեսնում ես թե ինչքան բան ես հասցրել, դու ինքդ քեզ լավ ես զգում, այսինքն սիրում եմ շատ աշխատել։ Դու նպատակացած ես։ Ահա որ։ Դա շատ լավ հատկություն է։
Ես գնահատում եմ այդ հատկությունը։ Ու գտնում եմ, որ աղջիկը պետք է նաև մտածի իր ընտանիքի անձնականի մասին ու չպետք է միայն աշխատանքով տարվի։ Պետք է համատեղի միասին։ Օրինակ դու ինչպես ես կարծում։ Իհարկե պետք է համատեղի, չեմ սակարկի հաստատ։ Իսկ ըստ քեզ ինչ պետք է անի աղջիկը, որ դա քեզ ահավոր շատ բարկացնի, այսինքն աղջկա մեջ ինչ որ մի բան կա, որ եթե ինքը դա անի, վերջ դու վերջնականապես իրանից կհրաժարվես։ Ու ես գտնում եմ, որ չպետք է էլի աղջկան սահմանափակենք, բայց պիտի աղջիկն է հասկանա, որ տղայի մեկ բառը պետք է իր համար հասանելի լինի ու հասկանալի լինի։ Որ միմյանց հարգանքով լինեն։ Իսկ ըստ քեզ աղջիկը ինչ որ կոնկրետ ժամ կա, որ պետք է աղջիկը պարտադիր այս ժամին տանը լինի, թե դու կհասկանաս, որ օրինակ ինչ որ աշխատանքի բերումով մի քիչ ավելի ուշացել է, այսինքն կոնկրետ ժամը որն է, որ պետք է աղջիկը տանը լինի ըստ քեզ։ Այո, նորմալ է, բայց եթե դա ինձ տեղյակ է պահում նախապես։ Հասկացա։ Կարամ մի հատ հարց տամ, որպեսզի հասկանամ, Արման դու միակողմանի մասին ես խոսում, դու ասացիր, որ աղջիկը պետք է հասկանա, որ տղայի մի ասածը դա օրենք է, երբ որ ինձ հարց տա, բայց դու միակողմանի մասին ես ասում, թե նույն իրավիճակում եթե հայտնվես դու փոխադարձ հարգանքով լինի։ Այսինքն փոխադարձ է, նես չի որ քո մոտ գերակշռում է քո խոսքը, այսինքն հասկացաք ինչ է։ Տղամարդու խոսքը առաջնային է, բայց պետք է փոխադարձ հարգանք լինի։ Տղամարդու խոսքը առաջնային, այսինքն կնոջ խոսքը ես չեմ հասկանում միտքը, գուցե լավ բան եք ուզում ասեք, բայց ես չեմ հասկանում միտքը։ Ինչ ասել է տղամարդու խոսքը առաջնային է։ Տղամարդը ինքը պետք է իր բառին համաուժ լինի, համապատասխանի։ Իր ասածները համապատասխանի արարքների հետ։ Դա ուրիշ բան է, առաջնային։ Դե ես ինքը սկզբից միտքը ուրիշ ձևակերպեց, մի քիչ չհասկացա, բայց հիմա հասկացա ինքը նու ինչ որ խոսում է իր անունից, նաև ասում է աղջկա անունից, այսինքն Փոխադարձ պետք է լինի։ Փոխադարձ հարգանքի մասին է խոսքը։ Հա, փոխադարձ հարգանքի մասին է, բայց հաջորդում է, բայց տղամարդու խոսքը առաջնային է։ Չէ, ինքը ուզում է ասի, որ տղամարդու խոսքը առաջնային է, որովհետև տղամարդը երբ որ ասում է, ինքը պետք է համապատասխանի նաև արարքների հետ։ Դե կնոջ Նինան շատ լավ հասկացավ։ Այսինքն կանանց դեպքում էլ նույնն է, լավ, գուցե ձևակերպման խնդիր է։ Դու քո անունից ես այս բaragայում։ Այս բaragայում հա։ Լավ, գուցե Նինան փրկեց իրավիճակը եւ գուցե ձևակերպման խնդիր էր։ Իսկ եթե դու հավանում ես մի աղջկա, կարևորում ես թե ինքը ինչ ընտանիքից է դուրս եկել, գուցեև շատ լավ ընտանիքից է դուրս եկել, բայց քո ուզած աղջիկը չի, կամ գուցեև կարա եւ հակառակը լինի, իր ընտանիքը կոպիտ ասած այդքան էլ լավը չլինի, բայց ինքը շատ բարկեշտ լինի։ Կարա իր ընտանիքը լավը չլինի ճակերտերի մեջ, ու ես դրան չեմ նայի, որպես ես սիրում եմ այդ աղջկան, ոչ թե իր ընտանիքը, ու իմ համար աղջկա արժեքներն է կարևոր։ Ստե Մերի քեզ մի հատ red flag 1000 կներես, որովհետև ինչի պետքա դիմացին է քեզ սիրի կամ չսիրի քո ընտանիքի լավ կամ վատ լինելու համար։ Այսինքն հա ինչքան էլ մեր ընտանիքը շատ կարևոր է բոլորիս համար, բայց դիմացինը, այսինքն եթե ինչ-որ մեկը վատ ընտանիքից է, ինքը մեղք չունի, որ իր ընտանիքում ինչ-որ բաները վատ է գնում։ Հիմա ինքը դատապարտված չի սիրված չլինելուն։ Դրա համար ես ուզում եի հասկանալ, ինքը կոնկրետ ոնց է վերաբերվում։ Շատ մարդիկ կան, որ ասում են, օրինակի համար իր ընտանիքից sense-ա դուրս եկել, իր ընտանիքը վատն է, ուրեմն ինքն է։ Բայց աղջիկ ինչի պետքա տուժի իր ընտանիքի արածը։ Դրա համար ինձ ուղղակի հարցի պատասխանը հետաքրքիր է։ Ես կարծում եմ, ես հասկացա միտքդ, բայց կարծում եմ այդ մարդիկ էլ ասում են, ոնց որ համընկել է, այսինքն համ ընտանիքն է վատ, համ այդ տվյալ մարդն է վատ։ Հա, համընկնում է կարա լինի, բայց ես չեմ կարծում, որ ինչ որ մեկը դատապարտված է, ինչա թե իր ընտանիքը վատն է, դատապարտված է, ու ես լիքը օրինակներ գիտեմ, որ լավ ընտանիքի զավակները այդքան էլ հաջող Հա, բայց դրա համար էլի ասում դերում էր։ Հա, բայց միտքն է։ ինքը sense ինքը համաձայն եմ, ուղղակի sense մի տեսակ նենց հարցրեց, ինձ թվաց ոնց որ Ինքն էլ այդ կիսում, բայց ինքն ուղղակի հետաքրքիր կարծիք։ Հա, ես ուտ հարցրեցի էլի, լավ, օքեյ։ Ուղղակի կարծիքն է հետաքրքիր։ Կանաչ դրոշակ։ Մի փոքր ես քեզ հարցամ։ Օրինակ դու ոնց ես նայում, եթե ես ամեն ինչով ապահովեմ քեզ, ամեն ինչ անեմ իմ ընտանիքի համար, բայց դու ավելի շատ քո ընտանիքի մասին մտածես, ոչ թե քո աշխատանքի։
ավելի շատ ժամանակ տրամադրես ընտանիքին ու տանը։ Իսկ չեմ ասում դա պարտադիր է, բայց ցանկալի է, էլի հարցնում եմ քո կողնորոշումը դրա։ Բերի փող, տունը բերի փող, Ես կարող եմ չաշխատեմ։ Հա։ Ու ես ամեն ինչով կապավ եմ իմ ընտանիքին։ Բայց սա շատ վտանգավոր է, ես կարմիր դրոշակ։ Ես էլ եմ կարմիր բարձր։ Ես ունեմ սուբյեկտիվ կարծիքի իրավունք եւ հայտնում եմ հիմա։ Իրականում աշխատանքը կարանք համատեղենք ընտանիքի հետ, կան on-line գրաֆիկով աշխատանքներ, ու ինձ թվում է դժվար չի լինի մեկը մյուսի հետ համատեղել։ Իհարկե հետին պլան հաստատ ընտանիքը չենք դնելու, ոչ էլ աշխատանքն ենք հետին պլան դնելու, կարանք համատեղենք, ինձ թվում է։ Նաև որ աշխատանքը սիրով կատարես ու քո սիրած մասնագիտությամբ զբաղվես, կարող ես համատեղել։ Դե, ինձ թվում է, հա, կարող եմ Երբեք չկորցնեք ձեր ֆինանսական անկախությունը։ Այո։ Արմա մի հատ հարց տամ էլի, քանի որ այդ հարցը տվեցիք, ես էլ ձեզ հարց տամ։ Դուք ավելի շատ այդ հարաբերությունների կողմնակից եք, որ դուք լինեք այսպես կոչված դոմինանտը, ով կբերի տուն փողեր եւ չի թողի իր կնու, ոչ թե չի թողի, այնքան ապոված կլինի իր կինը, որ կասես մի աշխատի, ես քեզ ամեն ինչով դու ավելի կողմ ես այդ հարաբերություններին, թե զուտ ինչ որ օրինակներ ես բերում կյանքի։ Չէ, ես կողմ եմ նրան, որ ես ամեն ինչով ապահով եմ իմ կնոջը, իմ երկրորդ կեսին, ու ինքը ավելի շատ ժամանակ տրամադրի ընտանիքին, բայց եթե ինքը սիրում է իր մասնագիտությունը, ինչի՞ չէ թող աշխատի։ Եթե համատեղի, այսինքն համ ընտանիքն է սիրում, համ մասնագիտությունը, կողմ ես, այսինքն էս չի։ Դու աշխատելու ես, ինքը ասես չեմ ես։ Չէ, ես իրան չեմ պարտադրելու, պարտադրելով հարաբերություններ չեն լինում։ Ափսոս շատ։ Որովհետև կարող է օրինակ իր ասիրած մասնագիտությունով չի ուղղակի իրան դուր է գալիս ֆինանսապես անկախ լինելը։ Կարող է օրինակ ինքը լրիվ իր մասնագիտությունից դուրս ինչ-որ տեղ աշխատում, այդքան իր սրտով չի ուղղակի իրան դուր է գալիս, որ ինքը իր ֆինանսի աղբյուր ունի, որովհետև դա էլ կարա լինի, այսինքն պարտադիր չի, որ իր ասիրած աշխատանքով զբաղվի։ Կարող է իրան ուղղակի այդ ամեն ինչն է, երևույթն է դուր գալիս աշխատելու եւ տանից դուրս գալու։ Տղան ամեն ինչով ապահովի իր կողակցի, աղջիկը չի ցանկանա կողքի աշխատանքը։ Չէ, օրինակ ինձ համար չէ, չէ։ փոքրուց ես աշխատել եմ ու ինչքան աշխատում եմ, ինձ դեռ քիչ է, այսինքն ավելի ու ավելի, եթե կա, դա չի նշանակում վերջ, պետք է ձգտել ավելին, ու եթե կարող ես համատեղել, ինչու չանես, ինչու անես, հա, օքեյ։ Կարող ենք համատեղ բիզնես սկսել։ Ես կարող եմ նստած լինեմ, սկսի եւ Շատ լավ տարբերակ։ Ամեն դեպքում ուզում ես, որ քո կինը տանը լինի ու քո տեսանկյունն է, որ ցանկալի է, բայց ոչ պարտադրաբար։ Հասկացանք, օքեյ։ Պետք է աղջկա կարծիքներ հաշվի առնենք։ Շատ Ես գիտեմ այս տղեն ինչ ասում, ես հասկացա։ ուղղակի ոնց որ Քամեցի։ Այսինքն դու պատրաստ ես քեզ զոհել հանուն քո ընտրյալի, Հանում իմ ընտանիքի։ հանուն քո ընտանիքի։ Իմ ընտանիքի մեջ նաև ընտրյալն է մտնում։ Չպետք է հարազդացնենք։ Դե տեսնենք հիմա, թե գոլը ով կխփի, Արմանը թե Աշոտը։ Իսկ մենք Արմանին, հա, իսկ մենք Արմանին ճանապարհենք, որպեսզի լսենք արդեն սուդիայի, այսինքն մերի կոմենտները։ այո։ Մենք շարունակում ենք մեր աղջկական բամբասանքները, որովհետև Մերին մնացել է մեր երեքի հետ միայնակ։ Ես արդեն կռահում եմ, թե Մերին ինչ ընտրություն է արել, մոտավորապես, բայց մենք այս պահին չենք շեղի եւ Մերի տեսակետը կլսենք, որովհետեւ անկախ ամեն ինչից վերջին խոսքը միևնույնն է նրանն է ընտրությունը։ Թող Մերին ասի, հետո մենք մեր կարծիքները կարող ենք Մի հատ էլ բան հավելեմ, եթե դժվար չի, կուզեմ երկուսի պլյուսներն էլ առանձին նշես։ ապրես։ Ընդհանրապես սիրում եմ, երբ մարդիկ իրար հայացքով հասկանում են ու այստեղ Աշոտի հետ նստած ես այդ ամեն ինչը այսպես այդ ձգողականությունը միանգամից զգում էի ու հետագան տեսնում եմ ինչ տեսակետի մարդ է ինքը ու ինչ ընդհանումներ կարա լինի, կարա եւ չլինի։ Իսկ Արմանի հետ կապված չէի հասկանում իր միտքը ամբողջությամբ, մի քիչ լարվածություն կար ու մի քիչ գրեթե վախ կար։ Արմանի միտքը իրականում հասկացա, որ ինքը սիրում է շատ աշխատել, այնքան շատ աշխատել, որ իր կողակիցը ընդհանրապես չցանկանա, ու ոչ թե իր հետ կողակցի համար մեկ լինի, այլ ուղղակի այնքան ապահովված լինի, որ ընդհանրապես կարիք չունենա աշխատել։ Դա շատ մեծ պլյուս է, բայց միևնույն ժամանակ կարա հաստատ խանգարի, որովհետև կոնկրետ իմ պարագայում օրինակի համար վերեմ, ես այդպես չեմ կարող 4 պատի մեջ անի, ասած ինձ մնամ։ Ում եք ընտրում, Աշոտ թե Արման։ Աշոտ։
Բայց Նևի պաշտպանություն Արմանի ասեմ, որ իր գլխավոր միտքը այն չէր, որ դուք մշտապես մնաք տանը, այսինքն ինքը նաև կողմ էր, որ դուք աշխատեիք, ուղղակի ասում էր, որ ընտանիքը չտուժի։ Այսինքն նկատի ունեմ, ոնց որ նենց Արմանի գլխավոր միտքն էր, որ դուք չաշխատեք։ Ըստ ինձ Արմանին ավելի sense մի քիչ ակտիվ ուրիշ ձև աղջիկա պետք։ Ակտիվ։ Հա, որ իրան այդ ակտիվ չէի։ մի քիչ ինքը sense շատ հանգիստ տղա էր, իրան պետք էր մի քիչ sense Կոնկրետ իմ պարագայում ասեմ, ես տեսա հետագայում տեսա Աշոտի հետ ինչ-որ բան, բայց Արմանի հետ չտեսա։ Աշոտի հետ շատ հանգիստ գնաց, իսկ Արմանի դեպքում ինձ թվում է ինքն էլ էր մի փոքր լարված, ու այդ լարվածությունից հնարավոր է, որ տարբեր մտքեր արտահայտեց, որը վերջում ինքը նշեց, որ ինքը իրականում դա նկատիչն էր եւ դա լարվածության արդյունքում էր եւ դա շատ նորմալ է, որովհետեւ լարվածությունից ելնելով մենք էլ հաճախ կարող ենք չնայած սխալ ասել։ Դե ասենք, որ մեր YouTube-յան դիտողները եւս կարող են մասնակցել մեր Telegram-յան ալիքին գրելով, հայտ ներկայացնելով, դուք կարող եք լինել եւ այն մեկը, որին ընտրում են, եւ այն մեկը, որը այստեղ կգա եւ ինքը կընտրի իր համար կպայքարեն։ Մեկնաբանությունների դաշտում գրեք արդեն։ Մեկնաբանությունների դաշտում գրեք, բայց մեզ մի վիրավորեք, շատ ենք խնդրում։ Սա նոր ֆորմատ է, մենք էլ փորձում ենք համապատասխանենք, տեսեք ձեր մեկնաբանություններից հետո լիքը բան մենք փոխեցինք մեր։ Կամ եթե ինչ-որ մտքի հետ համաձայն չեք, ավելի լավ է առողջ քննադատորեն դա։ Առողջ ապրեսանի, դու մեզ Կառուցողական եւ առողջ քննադատությանը մենք կողմ ենք։ Այսքանը շնորհակալություն, stay soon։ Լիքը նոր դեյթեր ձեզ։ Շատ լավն էր հաղորդումը, drive-ով էր շատ ինքը, sense էմոցիոնալ, հետաքրքիր էր, կարելի է մասնակցել, բոլորիդ էլ խորհուրդ եմ տալիս։ Իսկ աղջիկների վերաբերյալ շատ ճիշտ որոշումներ են կայացնում, ճիշտ է իմ մասով չէ, առհասարակ, sense հավեստ են բոլորն էլ։ Շատ տպավորված եմ, շատ լավ հաղորդում էր։ Ինչ շատ դուր եկավ աղջիկների արտիքը, որ այս Նինայի, ես շատ հավանեցի Նինայի արտիքը եւ մտքերը։ Մենք իրար լրիվ հասկացանք, ինքը հասկացավ իմ տեսակետները։ Ես ընտրում եմ Նինայի։ Նինա ջան, հուսով եմ կհանդիպենք։